հավասարության, փոխադարձության սկզբունքներով եւ ոչ թրիփը նույն Զանգեզուրի միջանցքը չէ։ Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ եւ տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց զգայունությունները, իրենց շահերը հաշվի առնված են եւ այս առումով շատ կարեւոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը, այդ թվում Իրանի արտգործնախարարը բազմիցս նշել է, որ այս նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի առնում է եւ նաեւ հնարավորություններ է ստեղծում իրենց համար։ Ես կարծում եմ սա ուժի մեջ է։ Իսկ պարոն Ռուբինյան, այդ դեպքում ինչու են նման հայտարարություններ ըստ ձեզ հնչում, ինչն է խնդիրը, եթե բարմերաբար նաեւ դուք եք պարզաբանել, որ պետք է հաշվի առնենք Իրանի ընդհանրապես ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի արտգործնախարարությունը։ Մենք հիմնվում ենք Իրանի արտգործնախարարության հայտարարությունների վրա։ Այսինքն կարող ենք ասել, որ այս մտահոգությունները, որ այս մյուս թևից են հնչում, այդքան էլ չի անհանգստացնում Երևանին։ Մենք կարող ենք ասել հետեւյալը, որ բացառվում է Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Բ. Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը եւ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան եւ այս առումով ընդհանրապես կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ եւ մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի արտգործնախարարությունը բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա եւ Իրանի կարմիր գծերը նույնպես հաշվի առնված են, որովհետեւ իրական դա ոչ միայն Իրանի կարմիր գիծն է, դա առաջին Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու։ Պարոն Ռուբինյան, Ռուսաստանից եւս այս առումով հայտարարություն կա, ասում են, որ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել այսպես կոչված թրիփի երթուղին, նշում են, որ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը կոնցեսիա ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման համար եւ որ Հանրապետությունով ասում են նաև ռուսական երկաթուղին, այսինքն համատեղման նաև ասում են։ Ո՞րն է ձեր հարցը։ Արդյոք Ռուսաստանի ներկայության մասով քննարկումներ կան ԱՄՆ-ի։ Ինչի մասով։ Չէ, չկան։ Ներկայության։ Չկան։ Իսկ ինչպես են իրենք մասնակցություն ունենալու։ Նման քննարկում չկա։ Իսկ այնտեղից հնչող հայտարարությունները ուղղակի ցանկություններ են, ինչպես կպատասխանեն։ Չգիտեմ, չունեմ մեկ, չեմ կարող բացատրել։ Այսինքն ցանկություն չկա, պարոն Ռուբինյան, թե Ինչի քննարկում։ մասն է խոսքը, ես չեմ հասկանում։ Իրենք ասում են պետք է մասնակցություն ունենան։ Բացառում եք, որ այդ նոր կառուցվող երկաթուղի Բայց խոսում եմ մարդու հետ։ Ինչի մեջ։ Նրանք ասում են պատրաստ են քննարկում ունենալ։ Շատ լավ, ուրախ ենք, որ պատրաստ են քննարկումների։ Ուրախ ենք, որ պատրաստ են քննարկումների։ Մենք էլ ենք պատրաստ։ Ինչի։ Այդ քննարկում։ Ինչ քննարկում։ Պարոն Ռուբինյան, Ինչ ասաց։ թրիփ նախագծում իրենց ներգրավվածության։ Նման քննարկումներ չկան։ Ռուսական ընկերություն անվանական համանում եք։ Սիրելիներս, ուզում եք 160 անգամ ասեմ, նման քննարկումներ չկան։ որ նոր կառուցվող Ես հիպոթետիկ հարցերի չեմ պատասխանում։ Պարոն Ռուբինյան, ես հարցում եմ ձեզ։ Այո, շատ լավ։ Լսում եմ ձեզ։ Արդյոք մինչև տարվա ավարտը, ինչպես բազմիցս հայտարարվել է, կաթողիկոսին հեռացնելու գործընթացը կավարտվի։ Որտեղ ով է հայտարարել, որ կաթողիկոսին, եթե հավանաբար կաթողիկոս ասելով նկատի ունեք Կտիչ Ներսյանին, ով է հայտարարել, որ մինչև ով է հայտարարել, որ մինչև տարվա ավարտ, ով անուն ազգան։ Հավանական համարում եք։ Հավանական համարում։ Հա, հավանական համարում եմ ընդհանրապես, որ Կտրիչ Ներսյանը, այսպես ասեմ, հավանական չեմ համարում, որ Կտրիչ Ներսյանը որևէ ձև ունի իր ձևով կամ այլ ձևով որևէ ձև ունի մնալու կաթողիկոսական գահին, որովհետև ինքը չի կարող մնալ այդ գահին։ Կամանորի գիշերը։ Ես կարծում եմ ինքը կհեռանա։ Քրիստոնեաբար։ Մի քիչ բացենք, պարոն Ռուբինյան։ Ինչ կա, Աստվածաշունչը կարդացեք կբացվի։ Իսկ Ամանորի գիշերը շնորհավորանքը ցուցադրվելու է, թե այս տարի Ում շնորհավորանքը։ կաթողիկոսի։ Ես կարծում եմ թափուր է մեր կաթողիկոսական Թե գահը։ կարող ուրիշ հոգևորականի տեսնենք օրինակ Չգիտեմ, ես ոչ Ամերիկում եմ աշխատում, ոչ էլ հոգևորական եմ։